Ողջույն սիրելիներս, քանի որ մի քանի օր առաջ ես ներկայացրեցի իմ հին բաղադրատոմսերի շտեմարանից բաղադրատոմսեր, թխվածքներ, այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել, ներկայացնել այժմյան շրջանի շատ տարածված մերենգո տորթը, ելակով, քանի որ հիմա մշկի լավ ժամանակաշրջան է, ելակով մերենգո եմ ուզում պատրաստել։ Կմիանանք քիչ հետո եւ կասեմ ինչ է հարկավոր։ Օգտագործելու եմ սպիտակուց, շաքարավազ, կրախմալ եւ լիմոնի հյութ։ Իդեպ ուզում եմ ներկայացնել, որ սպիտակուցը եթե ինքը 90 գրամ է, ուրեմն վերցնում ենք կրկնակի շաքարավազը։ Եվ մնացած բաղադրիչներ կգրեմ ինչ է հարկավոր, քանի գրամ է հարկավոր։ Հիմա այժմ խփում եմ սպիտակուցը, հետո կավելացնեմ շաքարավազը։ Թարում ենք քիչ քչի վրա, հետո կամաց արագությունը կավելացնենք։ Հիմա տեսեք ինչքան լավ է ստացվել բեզեն։ Հիմա ավելացնում ենք եգիպտացորենի օսլա եւ մի թեյք թալ չափով լիմոնի հյութ։ Տեսեք ինքը ինչքան լավ է ստացվել, ի զանգված պետք է լինի։ Հիմա կլցնեմ թաղանթի մեջ, ես կլցնեմ ֆորմայով եւ կպատրաստեմ ու ձեզ ցույց կտամ։ Դնում ենք ջրոց 100 աստիճանի տակ 1 ժամ։ Հիմա պատրաստում ենք մերենգոյի համար կրեմ։ Վերցնում ենք 28%-անոց սլիվկի սերուցք։ Ավելացնում ենք շաքարի փոշի։ Մենք կրեմով այսպես զարդարում ենք։ Կրեմով այսպես կարողանում ենք զարդարել, ինչպես որ ցանկանում ենք։ Որից հետո ելակով կզարդարենք։ Ընտրեմ պատրաստ է մեր մերենգո տորթը։ Ես զարդարել եմ իմ ճաշակով, բայց դուք կարող եք ձեր ճաշակով զարդարել։ Իհարկե, եթե ես հապալաս ունենայի տանը, հապալասով էլ կանեի ելակի հետ միասին, բայց այն ինչ որ ունեի ձեռքի տակ, ես դրանով եմ զարդարել։ Շատ գեղեցիկ է։